Կարճ։ Ցավոք սրտի Աստված տվել չի խնայել այն շերտին մարդկության մեջ, որոնց ծաղրում ես, բայց ինքը չի գիտակցում, որ դու իրեն ծաղրում ես։ Եվ քիչ էլ չի այն շերտը, ում ծաղրում ես, ինքը լավ էլ հասկանում է, որ դու իրեն ծաղրել ես, բայց իրեն չհասկացողի տեղ է դնում, որովհետև ինքը տկար է, բարոյապես անկայուն։ Ահա այս շերտի վրա է սկսել խաղալ, այս ամենամեծ շերտի վրա է սկսել խաղալ Նիկոլ Թրքաբարոն։ Եվ պիկապի վրա կանգնած, երբ որ քննադատում էր իրեն պերաշկի ուդող անվանողներին, իհարկե հաճանալով իր ասած պերաշկի ուդողներին, իբր ինքը նրանցից մեկն է, նա հայտարարեց, որ պերաշկի ուդողները պետք է ընտրեն պերաշկի ուդողին։ Սա նույնն է, որ նախկինները ընտրվեցին պիցահակերների կողմից։ Քաղաքական դաշտը ստացավ նոր անվանում։ Պիցահակերների մոտ ավելացան պերաշկի ուդողները։ Եվ պիկապի վրա կանգնած, երբ որ մի գյուտակից կին, ով ըստ իրեն, արդեն ինքը այդպես ներկայացրեց, որ պերաշկի ուդողները պերաշկի ուդողին պետք է ընտրեն, դե ինքը անմակարդակ է։ Երբ որ մակարդակով բարձր մի քին գալիս է եւ օրհասական հարցերից է հետաքրքրվում, ոստիկանին ասում է, այդ կնոջը հեռացրեք ստեղից, ինքը դրա իրավունք չունի, բայց ասում է հեռացրեք, որովհետև սա համախոհների հանդիպում է, հանրահավաք է։ Այստեղ բերեք գոնե այստեղ չհամաձայնվեմ։ Քարոզարշավը բոլորի համար է։ Հայաստան Հանրապետության քաղաքացին իրավունք ունի բոլոր թեկնածուներին լսելու, որպեսզի ինքը կարողանա դրանց մեջ ընտրություն կատարի։ Ոչ ոք չի գնում իր համախոհների հետ հանդիպման, ինքը գնում է իր տեսակետը տարածելու։ Նույնիսկ օտարի համախոհներին դեպի իր դաշտ բերելու process պետք է անի։ Բայց ինքը չգիտես ինչու բավարարվել է, երևի պատկերացնում է այդ խավը, այդ պերաշկի ուդողների, ովքեր կարկանդակ են սիրում, ես պերաշկին իրենց բառամտերքով եմ ասում, թող չնեղանան ինձանից, իրենց արտահայտությունը ես էլ եմ ուտում, սիրում եմ, երբեմն ուտում եմ։ Հա, ուղղակի իրենց այդպես են նկարագրել։ Այդպես չի լինում, մարդը պետք է բոլորին լսի, որպեսզի կարողանա ընտրություն կատարել։ Այստեղ Նիկոլ Թրքաբարոն կացինը խփեց քարին։ Եթե քո արշինով չափենք, Նիկոլ, ուրեմն ազգային ժողովրդական բևեռնել արժանապատվություն, ինքնավստահություն, հայրենատիրություն, ուժ ու կամք է քարոզում։ Այսինքն մեր համախոհներն էլ երբ որ մեզ հանդիպում են, այդ տեսակ մարդիկ են։ Ու ցավոք սրտի այդ մարդկանց քանակը զիջում են քո ասած պերաշկի ուդողների քանակին։ Բնությունն է այդպես կերտել մարդուն, բան չասեցի։ Ուրեմն ըստ Նիկոլի հասկանանք, որ փոքրամասնությունն է արժեքավորը, որը աջակցում է բևեռին։ Խոհեմ եղեք, ընտրեք բևեռին համառութին։